Ազգային ժողովի Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ազգային ժողովում էր ներկայացնելու Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար համաձայնություն տալու միջնորդագիրը։ Քրեական վարույթի համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սլավիկ Կարապետյանը իր կնոջ հոր Աշոտիկ Կամավոսյանի խնդրանքով 2023 թվականի օգոստոսի 8-ին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչին 200-ից 300,000 դոլար գումարի դիմաց, օգտագործելու ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, վերջինների կողմից իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով Աշոտիկ Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ Նկատենք, որ գլխավոր դատախազությունից ավելի վաղ հայտնել էին, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող այսպես կոչված ոչխարների կաշառքի գործը։ Աղազարյանը կասկածվում է մանր եղջերավոր անասունների արտահանման ժամանակ երկու ձեռնարկատիրոջ հովանավորչության համար ըստ գործի նյութերի պատգամավորը գործարարներից պահանջել է 200-ից 300,000 դոլար վերջիններին խոստանալով կազմակերպել մեծ քանակությամբ մանր եղջերավոր անասունների արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ շրջանցելով օրինական ընթացակարգերը։ Աղազարյանը չի ընդունում մեղադրանքները, պատգամավորը ազգային ժողովում անդրադառնալով իր հետ կապված քրեական գործին որոշ մանրամասներ ներկայացրեց նշելով. Չեն ընդունում, որովհետև հիմարություն է, հիշում եք ասում Աղազարյան Հովիկին 23,000 դոլար փող է տվել։ Հիմա նայեք։ Ուրեմն 23 երբ որ մի պահ եկավ իմ եւ Արամի հարաբերությունները վատացան, Արամը 47-48 տարեկանում ամուսնացավ, ես դառա իր վստահականության քավորը եւ դες նորմալ հարաբերությունների մեջ էինք։ Այդ ընթացքում ես որ հիպոթեկով բնակարան էի ձեռք բերել, ինքը ինձ տարբեր մասերով 8,000 դոլարի չափ գումար տվեց տունը վերանորոգելու համար պարտքով։ Այնուհետև լրագրողների հետ զրույցում Աղազարյանը պնդեց, սա քաղաքական հետապնդում է իր դեմ։ Ես կարամ պաշտպանվեմ։ Ես կարամ անարդարացիա ճնշումները, բայց կարող եմ պաշտպանվել։ Քաղաքական հետապնդում եք։ Իհարկե։ Ընդդիմադիր պատգամավորները, որոնք երբեք առիթը բաց չեն թողնում իշխանությանը եւ կամ իշխանական որևէ պատգամավորի թիրախավորելու, անգամ վիրավորելու համար, լծվել էին Աղազարյանին պաշտպանելու գործին, ստանձնել նրա փաստաբանի դերը, դատախազին էլ մեղադրեցին քաղաքական պատվեր կատարելու համար, որոշներն էլ սպառնացին, որ իր դատախազի պատասխան տալու ժամը եւս կգա։ Նրանցից ամենամեծ ջանքն ու եռանդը, ինչպես միշտ դրեց Գառնիկ Դանիելյանը, այդպես էլ ասելիքը չկարողանալով տեղ հասցնել։ Հովիկ Աղազարյանը կոռուպցիայի սիմվոլ չի, էլի։ Իսկ ոչ, ասենք հիմի հարց առաջանում։ Այսինքն, հենց որ այս մարդը մտքեր արտահայտեց եւ այլը, գալիս է 3-4-5 հոդվածով, ուրեմն ես իմ հարցի ժամանակ էլ ասի։ Մանր եղջերավորներից սկսվում է սեռական կյանքով ընթացքով գնում է, մեկ է վերջում պարզում է, որ հայրենիքի դավաճան է։ Չէ, ինչ է։ Դեռ չկա, բայց դե վերջը համեն։ Ես խնդրում եմ դաշնակցականներով վերջացրեք։ Ուրեմն նաև պարոն Աղազարյանին նկատի ունեմ։ Լրեք։ Խանգարում։ Դուք եք խանգարում, որովհետև իրար հետ բանը դիալոգի եք բռնում։ Ես ձեր ժամանակը կպահեմ, դուք մի անհանգստացեք։ Մի խանգարեք, պարոն Դանիելյանն նախոսում, մի խանգարեք։ Այո։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ մեջ բերեց ազգային ժողովի նախաձեռնող խմբի նիստում հնչած մենք աշխարհի ամենալավ իշխանությունն ենք հայտարարությունը եւ Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, թե ում խոսքերն են դրանք։ Իմ խոսքերն են։ Չեմ հրաժարվում։ Եվ ասացի, որ չեմ հրաժարվում, պարոն Գաբրիելյան, բայց այն բանից հետո, որ դուք ինձ հեռացրեցիք կուսակցությունից, արդեն դուք ամենալավը չեք։ Եվ շատ վատն եք։ Բայց իմ խոսքերն են։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն Աղազարյան, այդ խոսքը շարունակություն ուներ, Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժ պաշտոնավարի։ Հիմա տեսեք, Այդ արդեն չեղավ։ Էդի այդ օրը չի եղել, էդի Պարոն Աղազարյան, թողեք ավարտի հարցը։ Պարոն Աղազարյան, թողեք ավարտի հարցը։ դա եղել է 2021 թվականի արտահերթ խորհրդանական ընտրություններից առաջ, այո, որպես միակ կամ եզակի իմ դիմացողներից, որ չէի ուզում, որ գնայինք արտահերթ ընտրությունների, արել եք այդպիսի արտահայտություն։ Ինչևէ, հիմա եթե մենք լավ իշխանություն ունենք, այդ մոտավորապես անցյալ տարվա հոկտեմբերի կողմերն էր։
Ձեր ընտրած դատախազն է։ Ձեր քվեարկած քրեական դատավարության օրենսգիրքն է։ Ձեր ընտրած դատավորներն են, այն որ լավ իշխանություն էին ամենալավ, այդ ժամանակ եք քվեարկել եւ ընտրել։ Հիմա ինչ խնդիր ունեք, որ օրինակ այդ թվում դուք գնաք եւ կողմ քվեարկեք, որ այդ ձեր ամենալավ իշխանության ներկայացուցիչները գործը շարունակեն։ Շնորհակալություն։ Խնդիր ունեմ, որ ձեր նման լուսավոր երիտասարդները հանդուրժում են վարչապետի հետևյալ խոսքերը։ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադառնալով այդ դրվագին եւ դիմելով դատախազին առաջարկեց ՑՄԱ ազատազրկել Աղազարյանին։ Տիկին դատախազ Հովիկ Աղազարյանի հայտարարության համար, որ իրենք ամենալավ իշխանությունները Նիկոլ Փաշինյանը հավերժ պետքա պաշտոնավարի, մենակ այդ արտահայտության համար միջնորդեք ՑՄԱ ազատազրկումները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը, թե Աղազարյանը պնդում է, որ գործընթացը քաղաքական հետապնդում է եւ որ փորձում են իրեն քաղաքական դաշտից մեկուսացնել, լռեցնել, պատասխանեց։ Մենք ուրեմն որևէ քաղաքական ճնշման մասին խոսել չենք կարող, անցնում ենք իրավական գործընթացով, խմբակցությունը նիստ կանի, որոշումը կկայացնի ըստ էության եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքները դուք կտեղեկանաք այդ որոշումը։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ։ Հովիկ Աղազարյանը ձեր թիմից էր եւ ըստ էության ամբողջությամբ էր կիսում են գաղափարները։ Ահա եւ հենց ձեր ասածն էլ գալիս է փաստելու, որ որևէ քաղաքական հետապնդման մասին չեն կարող խոսել, որովհետեւ դերվագները, որոնք որ հարուցվել են քրեական վարույթում, տեղի ունեցել այն ժամանակ, երբ որ ընդհանրապես որևէ խոսակցություն չկար այն մասին, որ Հովիկ Աղազարյանը հրապարակ օրաթերթին, ուրեմն Սուրենավան անվան տակ գրած իր հերրախոսում պետական անվտանգության վերաբերող գաղտնիքներ փոխանցում։ Սա այս պատմությունն իրար հետ բացարձակապես կապ չունեն, հարգելի գործընկերներ, անցնում ենք իրավական գործընթացով, կլսենք միջնորդությունները, հարցերի պատասխանները դատախազից, կկայացնենք որոշում արդեն ելնելով ուրեմն միջնորդության բովանդակությունից։ Մենք որպես քաղաքական մարմին, ես ուզում եմ հստակ արձանագրենք, մենք հնարավորություն ենք տալիս ուրեմն վարույթ իրականացնելու եւ որևէ կերպ չենք ցանկանում խոչընդոտել ուրեմն փաստական հանգամանքների առկայության դեպքում իրավապահ մարմինների գործողությունների։ Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու քննարկումներին ու քվեարկություններին կհաջորդի Տարոն Մարգարյանին падգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը։